Ես հոգեկան չեմ, բայց ձեզ այ հենց հիմա դու հոգեկան ես։ Սարը բասել ես ասում ես։ Ես ոչ երեխա եմ խփում, ոչ երեխա եմ վիրավորում։ Սուտ խոս, հələ մի րոպե։ Եթե ինքը սուտ խոսացող, սուս մնացեք, սուս մնա։ Այսօր խոսելու ենք երկու աղմկահարույց դեպքի մասին, որը ամբողջ շաբաթվա ընթացքում մարդկանց հանգիստ չի թողնում։ Երկու դեպքն է կախված են Հայաստանի դպրոցների հետ։ Իմ դեմ կազմվել է սուտ, ես չեմ ստում։ Փաստերը ես կարող եմ ցույց տալ։ Մինչ կանցնենք այսօրվա երկու սկանդալային դպրոցական իրավիճակներին, կխնդրեմ բաժանորդագրվել ալիքին, մեկնաբանություններ եմ կիսվել ձեր կարծիքով, ձեր պատմություններով թե դպրոցի հետ կապված եւ թե ծնող ուսուցիչ հարաբերությունների հետ կապված, ինչպես նաեւ ներքևում կտեսնեք հաշվի համար, որին կարող եք ուղարկել գումար աջակցելու ալիքին, որպեսզի ել ավելի հետաքրքիր եւ ավելի տեխնիկապես զարգացած տեսանյութեր հրապարակվի։ Եթե ժամանակին ինձ ասեին, որ նման դեպքեր մեր դպրոցներում կլիներ, ես չէի հավատա ու կասեի դա ձեր ամերիկյան կամ եվրոպական հիմար դպրոցներն են, մեր հետ դա ընդհանրապես կապ չունի։ Բայց փաստերը ցույց են տալիս նրա մասին, որ մեր դպրոցները նույնպես վտանգավոր են։ Ռոզա Դավթյանը տեղափոխվել էր այդ դպրոց եւ այդտեղ աշխատում էր շուրջ 6-7 ամիս եւ ըստ նրա խոսքերի բուլինգները եղել են հենց նրա առաջին իսկ օրվանից գալուց։ Տնօրինությունը, փոխտնօրենը եւ շատ ուսուցիչներ, անկեղծ եմ ասում, հարամում են իմ աշխատանքը դեռ մարտ ամսի կազմակերպեց իմ դեմ, ես 5 ժամ աշխատում եմ, կանչում է իր մոտ, առանց որևիցե պատճառի ինձ հեռացնում աշխատանքից դավադրաբար, հեղինակազրկում է ինձ աշակերտների մոտ, ես դիմում եմ աշխատանքի եւ առողջապահական տեսչություն, վերականգնվում եմ աշխատանքի, նորից գալիս եմ աշխատանքի, ամեն ինչ անում են իմ աշխատանքը խանգարելու համար։ Շատերի պնդմամբ ուսուցչուհին ինքն իր վարքագիծը իրականում որոշ չափով համապատասխանում է երեխաների ասածին։ Սա նաև փաստում է ուսուցչուհին, քանի որ նա ասում է այն ամենը, ինչ ինձ ասվել են, 80%-ով չի համապատասխանում, իսկ մնացած տոկոսը ուղղակի չափազանցրած է։ Եղել է օր, որ 4 անգամ է շտապօգնություն եկել ուսուցիչների համար։ Մեր ուսուցիչներին ինքը անպատվում է, ես 4 հատ երեխա եմ ուղարկել այս դպրոցը։ Նման բան երբեք տեղի չունեցավ ոչ մի տարիների ընթացքում։ Ուսուցչուհի կոչեցյալը իրան դրել է սրբի տեղ, ամբողջ ուսուցչական, դպրոցական կազմը խառնել է իրար։ Նա գտնում է ոչ adekvat վիճակում, նախ ասեմ, երեխաներին անպատվում է, շատ կեղտոտ բառերով։ Դուք ով եք, որ եկել Ասատրյանին հասցնեք իզարդի։ Տեսեք ծնողի վիճակը։ Ամեն օր երկրորդ ժամերից դպրոցում ես նույն վիճակն է։ Ինքը վիրավորում է նաև արցախցիների։ Ես իհարկե արցախցի չեմ, բայց աչ ու ձախ վիրավորում է արցախցիներին։ Բոլոր ուսուցիչներին դասի ժամանակ միայն վիրավորակներ, նա դաս չի անում։ Նյութը պատրաստելուց օրեր առաջ ես համացանցում TikTok-ում նկատում եմ մի հրապարակում, էջը չեմ հիշում, ես վիդեոն որտեղ մի անգամից քաշել եմ, որ չջնջվի հանկարծ, այդ տղան գնացել էր ուսուցչուհի հետ հանդիպման ու գաղտնի կերպով գրիչի միջոցով, գրիչի վրա կամերայի միջոցով գաղտնի նկարահանում անել, հարցաքննելով, հարցեր տալով ուսուցչուհուն բարձելու համար ինչը ոնց է եղել։ Անկեղծ եմ ասում, մի ժամ 10 րոպե ես այն եմ դիմադրել, չգիտեմ ինչ ասեմ։ Դուք մենակ եք, հա, ոչ երեխա, ոչ ծնող։ Ծնողներս մահացել են, հայրս ու մայրս։ Իսկ որդի ունեք, թե չէ, երեխա։ Ոչ մի երեխա չեմ, ոչ թե ինչ որ չբեր եմ եղել, ուղղակի մասնական չի դասավորվել։ Եկեք ամփոփենք, հա, այս ամեն ինչը։ Ստացվում է, որ ուսուցչուհուն մեղադրում են լիքը բաներով, որոնք իր պնդմամբ չափազանցրած են, բայց որոշ չափ ճիշտ են, հա, որոշակի տոկոսով ճիշտ են այդ դեպքերը։ Ուսուցչուհուն մեղադրում է թե կոլեկտիվը, թե ծնողները եւ թե երեխաները, ինչը նշանակում է, որ ամեն ինչ շատ լարված է
Նախարարությունը չի ցանկանում տեղափոխել ուսուցչուհուն որևէ այլ դպրոց եւ ուսուցչուհին չի ցանկանում չշարունակել աշխատել դպրոցում, ինչը նշանակում, որ շատ շուտով հավանաբար հնարավոր է մեկ այլ սկանդալ լինի նորից այս դեպքի հետ կապված, կամ էլ ինչպես միշտ բոլորը ամեն ինչ կմոռանան։ Օրեր առաջ տեղեկացանք, որ Արարատի մարզի Մղչյան դպրոցում ավագ դասարանի 4 աշակերտ բռնի կերպով 2 անչափահասի, 2 4-րդ դասարանի աշակերտի տանում են զուգարան, ծեծում նրանց բուլինգի ենթարկում եւ ստիպում, որպեսզի օգտագործեն դեղ, փոշյա տիպի զանգված, որը շատ ուղիղ կապ ունի թմրանյութի հետ։ Դուք էլ եք շոկի մեջ, ինչպես ես հասկանում եմ, բայց եկեք ամեն ինչ ըստ հերթականության։ Ամեն ինչ սկսվում է 4 ամիս առաջ։ 4 ամիս առաջ այս 4 հասուն, ավագ դասարանի աշակերտները որոշում են գումար աշխատել, որի համար նրանք զուգարանում եւ հնարավոր է սա միակ դեպքը չի, այլ շարունակական է կամ մյուսները վախենում են ձայն հանել։ Նրանք զուգարանում 2 4-րդ դասարանի աշակերտների տարբեր միջոցներով, թե բուլինգի եւ թե ֆիզիկական բռնության միջոցով ստիպում են, որպեսզի օգտագործեն թմրանյութին նմանվող զանգված։ Նրանց ստիպում են, որպեսզի այդ ամենը օգտագործել, ծեծելուց այնպիսի հարվածներ են տալիս այն հատվածներում, որը չի երևում, եւ նրանց ճնշելով հոգեբանորեն ստիպում են, որպեսզի իրենց տանից գողանան տարբեր իրեր վաճառեն կամ բերեն գումար եւ տան նրանց, որպեսզի նրանք նոր դոզա տրամադրեն երեխաներին։ Ինչու են լռել այդ 4-րդ դասարանցիները, նրանք ասում են, որ ուղղակի վախեցած են եղել եւ չեն իմացել ինչ անեն կամ ոնց անեն, ինչու չէ նաեւ նրանց դուր է եկել այդ փոշյա տիպի զանգվածը, քանի որ դա կախվածություն է առաջացնում եւ դրա պատճառով էլ շարունակվել է այս ամեն ինչը։ Դեպքը պարզ է դարձել բոլորից, երբ որ ուսուցիչներից մեկին այդ երեխաներից մեկի մայրը ասել է, որ երեխայի վարքագծում ինչ որ բան փոխվել է եւ նա իրեն վատ է զգում։ Ծնողի երեխան ծնողին է ասել, ծնողի բողոքի հիման վրա դիմել ենք պատկան մարմինների։ Կասկածելի որևէ բան չենք նկատել եւ երեխայի մոտ ինքնազգացողության վատացում չի եղել, որ մենք արձանագրենք։ Դրանից հետո ուսուցչուհին ուշադրություն դարձելով երեխաների վարքագծին եւ թե նրանց դուրս ու ելքը որտեղ են գնում, ինչքան ժամանակ են անցկացնում օրինակ զուգարանում եւ այլն, պարզել են այս ամեն ինչը եւ դիմել ոստիկանություն։ Այս ամենով հետեւյալ պատմությունը ավարտվում է, երեխաները պետք է դեռ անցնեն որոշակի բուժզնումներ, ինչի արդյունքում պարզ կդառնա նրանց ֆիզիկական եւ հոգեբանական իրավիճակը, հոգեվիճակը ու կկարողանան արդեն դրանից ելնելով էլ գործը շարունակել քննել։ Դպրոցում ամեն ինչ սովորական է, թե այս, թե մյուս դպրոցներում կյանքը շարունակվում է։ Բայց եկեք մի կարևոր փաստ շեշտենք, 2023 թվականի մասին է խոսքը գնում, տվյալներ կան, թե քանի հոգի կա Հայաստանում գրանցված թմրամոլ։ Ըստ ձեզ թիվը որքան է կազմում, ես հիմա չեմ ասի կոնկրետ թիվը, ես կասեմ միայն քանիսն են նրանցից դեռահասներ։ Ըստ 2023 թվականի ընդհանուր այդ գրանցված անձանց մեջ 13-ը 18 տարեկան են, իսկ 7-ը անչափահաս են։ Մեկնաբանություններում գրեք, թե քանի գրանցված թմրանյութ օգտագործող կա ըստ ձեզ 2023 թվականին, թիվը որպեսզի հեշտ կարողանաք գտնել, ասեմ, որ 5000-ից 10000-ի մեջ է տատանվում, կոնկրետ թիվը կա, բայց կարող եք դուք ձեր կարծիքը ասել։ Այս ամեն ինչը իհարկե զարգացել է նրա պատճառով, որ գոյություն ունեն տարբեր տելեգրամյան հիմնականում ալիքներ, որոնց միջոցով շատ հեշտ է գնել թմրանյութը, ինչը չի խրախուսվում ոչ մի ձև չի կարելի դա խրախուսել, սակայն բազմաթիվ մարդիկ փորձելու համար ինչ որ նոր բան դիմում են այդ քայլին։ Ցավոք սրտի դա լավ չի եւ ճիշտ չի եւ խնդրում եմ ձեզ, եթե դուք նկատում եք որևէ փոփոխություն վարքագծի մեջ ձեր երեխայի, նրա հետ խոսել, ուսումնասիրեք նրա հեռախոսը, բայց ոչ թե այնպես, որ նա իրեն վատ զգա, այլ ինչ որ ուրիշ ձևերով ուսումնասիրեք այդ ամենը եւ եթե նկատում եք վարքագծի կամ հոգեվիճակի փոփոխություն, ապա ուղղակի դիմեք պատկան մարմիններին կամ բժշկին իմանալու համար, թե ինչ է եղել, քանի որ շատ հավանական է, որ հենց ձեր երեխան կարող է իր հարազատ դպրոցում զբաղվել թմրանյութի
կամ վաճառքով, կամ առքով։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար։